Ողջույն հարգելի հետևորդներ, ողջույն հարգելի հայրենակիցներ, 2026-ի հուլիսի 12-ն է այսօր, կիրակի օր, վարդավառ, շնորհավոր ձեր տոնը, երևի Երևան քաղաքում կամ ցածրադիր վայրերում բնակվողները հիմա լավ շոկից խեղդվում են, իսկ այստեղ ինչպես տեսնում եք եղանակը մռայլ է։ Գտնվում եմ ուրեմն Գագարինի և Դդմաշենի արանքը գտնվող դաշտերում, այս հենց հրաշք ծաղիկ ծաղկունք դաշտեր են, 4 կողմը քամ եմ անում, արդեն ֆանտանի մեղրն եմ քամում, սպիտակ ջրի գույնի մեղր կա, բայց առանձին որքան կարողանամ հավաքել, որ հենց միայն այդ սպիտակը լինի, դեռ չգիտեմ, կփորձեմ տեսակավորել, որ կոնկրետ ակացիայի սիրահարները գան և հենց կոնկրետ ակացիայի մեղր գնեն, ավելի շատ ակացիայով հագեցած, հենց ասեմ, որովհետև միատարր մեղր դժվար է Հայաստանում ստանալը, քանի որ այսքան էլ նաև ծաղիկներ կան։ Տեղափոխվենք պավիլիոն, մի քանի թեմայի շուրջ շարունակեմ խոսակցությունը։ Մինչ տեսանյութի թեմային անցնելը, հարգելի հայրենակիցներ, քանի որ ինձ կտեսնեն նորից սերեկ կտրելուց, մեղր քամելուց, այն բաժանորդները, որոնք նոր են, որոնք ինձ չեն ճանաչում, ասեմ, որ ես ինժեներ մեղվաբույծ Արամ Խերանյանն եմ, անհիշելի ժամանակներից զբաղվում եմ մեղվաբուծությամբ, տեղափոխում եմ դաշտերից դաշտեր, վարում եմ մեղու հայեմ էջը, այլ էջերում հանդես չեմ գալիս, ունենում եմ տարբեր համի և տարբեր հոտի մեղրներ։ Միանգամից կհարցնեն շատերը գինը, որպեսզի իզուր մեկնաբանություններին չպատասխանեմ, ասեմ, քամած մեղրը վերջին 4 տարում իմ մոտ արժե 4000 դրամ, գինը չի փոխվում, շրջանակով մեղրը արժի 5000 դրամ և սերեկը, որը հիմա պետք է նորից կտրեմ, արժի 4000 դրամ, 1 կիլոգրամը, ոչ թե 1 լիտրը, այլ 1 կիլոգրամը։ Ուրեմն թերահավատ մեղվապահներ կան, ասում են հիմա սերեկած չի մեղրը, ուրեմն բոլոր շրջանակները այսպես է, որ քամում եմ, հիմնականում այսպիսի մեծ սերեկները հեռացնում եմ սերեկը ու քամում եմ։ Իսկ սիրելի իմ բաժանորդներին, մեղրասերներին ես ուզում եմ այսօր տեղեկացնեմ, որտեղ շատերը տեղեկացված չեն, որ մեղրամոմը, այսինքն սերեկը ինչից է բաղկացած, մեղրից և մեղրամոմից, այս երեսի ուրեմն շերտը կոչվում է սերեկ։ Սա ուրեմն կուլ տալ շատ չի կարելի, նաև շրջանակով մեղրը, երբ որ դուք շրջանակով մեղր եք գնում, ցանկալի է, որպեսզի դա ծամեք, այդ հրաշք համը զգաք և մոմը հանեք։ Թույլատրելի մոմի կուլ տալու չափը ուրեմն 7 գրամ է, օրեկան։ Ինչի չի կարելի մոմը շատ կուլ տալ, ինչի չի կարելի այն ուտել, սենց ասեմ, որտեղ նա չի մարսվում, մոմը չմարսվող է, նա ունի սորբենտ հատկություն, այսինքն ինչ-որ չափով ածուխ կա, չէ, որ բժշկական, որ մարդիկ խմում են, օրգանիզմը մաքրում են շլակներից կամ մարսողական խնդիրների հետ կապված, սա էլ ինչ-որ չափով այ այդ դերն է տանում, այսինքն ինչ-որ շլակներ կարա մաքրի, մաքրում է թե չէ, այդ ուրիշ հարց է, ուրեմն շլակներ մաքրելու համար է, ինչ-որ տոքսիններ հանելու համար, բայց ինքն էլ եթե շատ օգտագործեք, այսինքն ոչ թե շատ օգտագործեք կուլ տալով, նկատի ունեմ, կարա ինքն էլ տոքսիններ առաջացնի, որտեղ իր մեջ նյութեր կան, որոնք կարան ծանրաբեռնեն ստամոքսը, մոմի մեջ նկատի ունեմ, ամբողջ խոսքը մոմի մասին է։ Ինչի ուրեմն չի մարսվում, որովհետև մենք այդպիսին ենք ստեղծված, մեր օրգանիզմում չկա այն ֆերմենտը, որը կմարսի այս ուրեմն մեղրամոմը, կասեք իսկ կա որևէ օրգանիզմ, որի մեջ կա այդ ֆերմենտը, այո, դա մի հրաշք միջատա, որը անմիջական կապ ունի մեղուների հետ, կոչվում է միջազգային անունը Գալերիա մելանելա, իսկ մեր մեղվապահները
հայտնի է որպես իրանց ողերիմ թշնամի, դա կոչվում է մոմի ցեց, թիթեռ է դա։ Թիթեռը ուրեմն ո՞նց է աշխատում։ Նա մեղվի բնի կողքը անընդհատ վռում է, ուզում է ներս սողոսկի, գնա ձվադրում կատարի ստեղ մոմի վրա, որպեսզի իր թրթուրները ուտեն։ Բայց երբ որ փեթակը լիքնամեղուներով պաշտպանված է, այսինքն մեղրահացերը պաշտպանված են թիթեռից, թիթեռը ոչ մի բան չի կարող անի։ Ինչ որ արանքներ կա, մտնում է, որտեղ մեղուն չի կարողանում իրան տենց հանի, այնտեղ դնում է իր ձուն դառնում է ворթ, հետո նախահարսնյակ, հարսնյակ եւ իմագո, այսինքն հենց ինքը թիթեռը։ Միջատների ուրեմն 90%-ը զարգանում է 5 էտապով՝ ձու, թրթուր, նախահարսնյակ, հարսնյակ եւ իմագո, այսինքն ինքն է, ծնվում է ինքը։ Եվ այդ միջատները նաեւ դրանց խմբին է պատկանում մեղուն, ինչ որ պարկուճի մեջ են իրանք, թաղանթի մեջ են իրանք լինում, թեկուզ բջիջի ներսում, երբ որ մայրը ձվադրում է շրջանակի վրա, այդ ձուն դառնալով վերջում հարսնյակ, ինքը թաղանթի մեջ է եւ այդ երբ որ ինքը ծնվում է մեղուն, այդ թաղանթը մնում է շրջանակի պատերին, դրա համար է շրջանակի գույնը սևանում։ Իսկ նոր շրջանակը, երբ որ շատերը շրջանակ են առնում համ տեսելու համար, այսինքն ուտելու համար, այդտեղ դեռ մայրը ձվադրված չի լինում։ Եվ դրա համար շրջանակի գույնը լինում է սպիտակ։ Հիմա այդ թիթեռը, որը մեղվապահների ողերիմ թշնամին է, իհարկե ոչ իմ եւ էլի շատերի, որովհետեւ իր թրթուրի արտաթորանքից շատ հզոր ուրեմն դեղամիջոց է պատրաստվում աշխարհի բազմաթիվ բազմամիլիոն մեղվապահների կողմից, նաեւ ձեր խոնարհ ծառայի կողմից, որը բազմաթիվ հիվանդությունների դեմ է։ Բազմաթիվ։ Ես իմ էջում էլի բազմաթիվ անգամ խոսել եմ դրա մասին, այսինքն այդ թիթեռը իր մեջ, այդ թիթեռի թրթուրը իր մեջ ունի մոմաքայքայիչ ֆերմենտ։ Դա մեղվապահական հասարակությունը, օրինակ Վիկիպեդիայում այդ ֆերմենտի անունը սահմանել է ցերազա։ Ցերազա նշանակում է մոմաքայքայիչ ֆերմենտ։ Հիմա իրականում այդ ֆերմենտը ինչքանով է հաստատել, ասենց ասեմ, գիտությունը, դա դեռ հայտնի չի, բայց քանի որ ըստ տրամաբանության թիթեռի թրթուրը կարողանում է ուտի մոմը եւ մարսի, նշանակում է նա ունի մոմաքայքայիչ ֆերմենտ։ Այդ մոմաքայքայիչ ֆերմենտի անունը ուրեմն ցերազա, նաեւ իր մեջ ունի նաեւ լիպազա։ Լիպազան դե հաստատված նյութ է։ Եվ դրա շնորհիվ այդ ուրեմն թուրմը, երբ որ մենք պատրաստում ու խմում ենք, իր արտաթորանքից ստացված թուրմը, նաև թրթուրներով էլ է թուրմ պատրաստվում, բայց դրա էֆեկտիվությունը ես այդքան էլ չեմ տեսել։ Երբ որ մենք խմում ենք ու մարդիկ ունեն խոլեստերին կամ տրոմբներ, իսկ խոլեստերինի սահմանումը ինչպիսին է, խոլեստերինը դա մոմանման գոյացություն է, մոմանման։ Խոլեստերին это воскообразное соединение, это կարդակ ռուսերեն գրականությունում։ Եվ քանի որ թիթեռի թրթուրների արտաթորանքից պատրաստված թուրմի մեջ կա մոմաքայքայիչ ֆերմենտ, ապա այդ ուրեմն թուրմը խմելով նա կարողանում է ազդի եւ քայքայի, այսինքն տրոմբները կամ խոլեստերինը իջացնի, որտեվ դրանք ուրեմն մոմանման գոյացություններ են։ Այ դրա դեմ է օգտագործվում։ Հիմա շատերը կասեն ինչի դեմ է օգտագործում այդ դեղը, այսինքն արուն մաքրող դեղ է, բայց ինքը շատ հատկություններ ունի։ Տոնուսը բարձրացնում, ճնշում է իջացնում, աշկի ճնշում է իջացնում, ալերգիայի դեպքում, եթե ձեռքը ասենք թե կրետ է կծե կամ մի այլ ուժեղ թույնով ինչ որ այլ միջատ, կսում ես ալերգիան ուրեմն անցնում է։ Շատ, գիտեք ոնց ամեն մարդու վրա իր յուրահատուկ ձևով է ազդում։ Առողջ մարդու վրա կարող է այդքան չազդի, որտեղ այնտեղ առողջ մարդը խնդիրներ չունի, բայց խնդիրներ ունեցող մարդկանց մոտ դա արագ նկատվում է, ուրեմն այդ թիթեռի թրթուրով արտաթորանքով պատրաստված ուրեմն թուրմը։ Իր արտաթորանքը ուրեմն տենց տա հաճ բան չի, շատ անուշ հոտ ունի, պինդ ինքը ուրեմն թեյի ուրեմն գույնի նման տենց հատիկներ են, ես ցույց եմ տվել, անցյալ տարի եմ ցույց տվել, որոնցով էլի սպիրտային ուրեմն
լուծույթ է պատրաստվում։ Ուրեմն իմացանք, որ մեր օրգանիզմը ունի հնարավորություն մոմը մարսելու, մեղրամոմը մարսելու։ Կարա կուլ տակ, բայց չափավոր, ուրեմն 7 գրամ, օրեկան 7 գրամ։ Հիմա շատերը կասեն, ես ամբողջ օրը ուտ կերել եմ, բան չի եղել, այո, շատերի դեպքում բան չի լինի, մի քանիսի դեպքում էլ կարող է լինի, բայց հիմա դե բժշկական տեսակետից, ես ձեզ ինչ եմ ասում, բժշկական տեսակետից ուրեմն չի կարելի շատ ուտել։ Այսօրվա թեման այսքանն էր, հարգելի հայրենակիցներ, բաժանորդագրվեք Մեղվայեմ Facebook-յան էջին, եթե բաժանորդագրված չեք, տեսանյութը տարածեք։ Գնելու համար ուրեմն զանգահարում եք, գնելով վաճառքով զբաղվում է ուրեմն իմ կինը։ Համարը կլինի ուրեմն անի մեջ, տեսանյութի նկարագրության մեջ։ Լավ եղեք, մինչ նոր հանդիպում։